վարկածից վերցրեց։ Հա, ինչ ես կասկածում, շեֆ ջան։ Դե նրա հետս անես չոր խոսած կզարմանայի, որ կվեկալ էր։ Դե հա, ինչ մեղքս թաքցնեմ, հենց տենց էլ եղել է, շեֆ ջան։ Մարին տոպրակները տվեց ձեռքս, ուղարկեց հարևանի տուն։ Դե իրանք էլ քյասի ընտանիք են էլի, տվեցի իրենց։ Լուրջ ես ասում։ Հա։ Աղջիկս է։ Հա։ Լավ աղբամանը չի գցե։ Իսկ ասածս արել ես։ Հա, ոչ չէ, շեֆ ջան։ Մարին հատուկ քո համար նկարել եմ։ Դե ուղարկի։ Ուղարկեցի։ Քերը մեռնեմ ջանին։ Նա ինչ նման է ինձ արմեն։ Հա։ Հələ ոնց առաջ չէի նկատել։ Դե շեֆ ջան, որ իրար հետ թարսված եք, երևի դրա համար էլի, հա։ Դու ուրեմն նայ էլի։ Լա աչքերը նայ, ճակատը նայ։ Դոշնի ես եմ արա։ Հա, հա, հա։ Աստված դաժան գտնվեց էլի իմ հանդեպ։ Շատ։ Լավ գնացի։ Տուն։ Հա։ Привет, Էրջան։ Էս հոբան չի եղել, ինձ անհագիստ տխուր վիճակների մեջ ես։ Կարևոր չի։ Պապան ստեղ է։ Ապեր, մի ոչ շուտ գայր, պապային կտենայր։ Իսկ չգիտես ուր գնաց։ Իսի ոնց որ տուն գնաց, բայց կարա զանգես, իսկ հիմա տարածքում է։ Թարսեր արա, ինձ է սանասումին պտի տենայի։ Պապան էլի չի պատասխան, լավ ես գնացի։ Էր, նայ, եթե ինչ-որ բան ա եղել, ինձ ասա։ Չէ, ապրես շատ, ես իմ հարցերը կլուծեմ։ Դու գիտես, ես պատրաստ եմ քեզ օգտակար լինեմ, Էրջան։ Գիտեմ, ապրես շատ, լավ մնա։ Հաջողություն, Էրջան։ Արմեն։ Լավ էլ պինդ ոսկոր ես, գիտես, սում այդքան տղեկը ծեծելուց հետո մալադես ոտի վրա կանգնում ես։ Ապեր մի հատ բան ասեմ, ականջի տող արա։ Հապա։ Էդոյին ծեծողները մեկին 10 են ստանում, չկասկածես։ Լսի կարող է եկել ես երոյին ծեծես։ Հենց նոր գնաց, եթե պետքա զանգեմ ասեմ գա աղբեր։ Ձեռս առնում, հա։ Էրոն էլ, Միշոն էլ, իրանցը ստանալու են, չկասկածես։ Ահո, խելքդ հացի հետ ես կերը, հա։ Մակարյանի թորան դեմ ես դուրս գալի։ Լսի, որ Մակարյանը ուզի, քեզ իզով թոզով կկորցնի։ Ունես կկորցնի, որ տնեցիք էլ Ինտերպոլ տան, քեզ չեն գտնելու։ Ապեր լավ այդ քո գործը չի։ Դու են ասա այսօր Մարիի սմեննա, թե չէ։ Ապեր զգացվում է, որ դու շատ բաներից կուրսի չես։ Ինձ մենակ Մարին է հետաքրքրում։ Ինձնից քեզ խորհուրդ, Մարից հեռու մնա։ Այդ քո ասելով պիտի Մարիից հեռու մնամ։ Լսի, քեզ Մարիին պաշտպան, չէ երևակա ես։ Լսի, Մարին այնքան պաշտպան ունի, որ ոչ իմ հույսին է մնացել, ոչ էլ մյուս մեկի։ Ու ասեմ իմանաս, այդ պաշտպանների թիվը լավ աճել է։ Ապեր մտի ներս Մարիին ասա թող դուրս գա խոսալու բան ունեմ։ Մարին այստեղ չի աշխատում։ Էլի ծրում ես։ Չէ, եթե չես հավատում, արի մտնենք ներս, դու քո աչքով նայի։ Լավ, երբ է գործի գալու։ Լսի, քեզ պետք է, դու էլ ճշտի անի։ Սապլյակ արա։
Տատիկը զանգեց, ասաց շուտով կգա։ Մամիս կարանք տեղափոխություն անենք, տատիկը այսօր մինա նախշուն են ստանի, իսկ Շուշին մեր։ Եթե ուզում ես Շուշին մեր տանը մնա, թող մնա։ Տատիկին ինչի ես ուղարկում նախշուն են ստում։ Մամային կհարցնեմ, որ թողի կմնամ։ Ապրես, ծնողի կարծիքը միշտ պետք է հաշվի առնել։ Եթե ուզում ես, ես կխոսեմ նախշունի հետ։ Չէ, շնորհակալ եմ, ես կասեմ մամային։ Մամ, քո օրը ոնց անցավ դպրոցում։ Սովորական, նորմալ։ Էրիկը իրեն մի քիչ ճիշտ չպահեց, բայց ես արդեն դա մոռացել եմ։ Մի քիչ, մամ։ Երեխեքը ինձ պատմել են ինչքան վատ ա պահել իրան։ Երեխեքը։ Շուշեից բացի էլի մարդ է եկել մեր տուն։ Հա, մամ։ Միշոն։ Ես էլ չգիտեի, որ գալու է, անակնկալ եղավ։ Կարող է էլի անակնկալ հյուրեր ես ունեցել։ Արմենն էլ էր եկել։ Այն տականքն էլ հետո պերեդաչի էր ուղարկել։ Ես էլ տվեցի Արմենի ձեռքը, ուղարկեցի մեր 3-րդ հարկի Հայկուշենց տուն։ Լավ եմ չի արել։ Դե, չգիտեմ։ Ամեն դեպքում մարդը փորձել էր ինչ-որ լավություն անել։ Մամ, մարդը։ Երբ այնց ես Կարոյին մարդ համարում։ Անուշ, առևտուր արել եմ, արի դες հո բան չեմ մոռացել։ Եկա, մամ։ Տեսար մաման ոնց ուրախացավ, որ տատին եկավ։ Պարզ երևում է, որ մաման հարցից չի ուզում պատասխանի։ Հենց այդ հրեշից եմ հարցնում, թեման շեղում է։ Դու էլ չեղած տեղը մութ սենյակում սև կատու ես ման գալիս։ Տատիդ կանչեց գնաց։ Չէ, Շուշի, այստեղ հաստատ մի բան են չի։ Մինչև հիմա աչքիս առաջ է այն օրը, որ մաման վատացավ, երբ որ դրան տեսավ։ Հիմա ինչ փոխվեց, որ Կարոյին սկսեց մարդատեղ դնել։ Ոնց որ մեր հարևան Լուսիկ բաբոն լինես, ինչ ասում ենք չեր հավատում։ Բաբուն դու ես։ Դու ես։ Հա, պապ։ Ոնց ես բալես։ Էն անհաջողը երևացել, հա։ Չէ, պապ, չի եկել Կարոն տուն դեռ։ Վայ ոնց եմ հոգնել դրա ձևերից, էլ ուժ չունեմ կարող խաղացնեմ։ Ես օր ու գիշեր այսքան աշխատում եմ, որ իմ աղջիկը երջանիկ լինի։ Ոչ մի բանի պակաս չունենա։ Բայց արի ուտես, որ դժբախտ ես։ Սեն չի կարա շարունակվի, աղջիկ ջան։ Այս հարցին մի լուծում պետք է տրվի, թե չէ։ Գիտեմ, պապ, գիտեմ։ Իմ անձնական ընտանեկան կյանքը ոնց որ խորտակվող նավ լինի։ Դե եթե այդքանը հասկանում ես, ուրեմն քանի ուժ չի փրկի քեզ խորտակվելուց։ Բաժանվի Կարոյից։ Պապ, բայրիկս։ Մի անգամ լսեցիր էլի այդ անարժանին։ Ու նորից դու թողեցիր։ Ինչ որ բան փոխվեց։ Հիմա ձեր երեքից ով է երջանիկ, դու, Էրիկը, թե այդ ոչուփուչ Կարոն։ Մեծ հաշվով ոչ մեկս։ Լավ, պապ, Էրիկս ոնց որ եկավ, կզանգեմ, հա։ Ինձ թվաց Էրիկս է։ Չէի սպասում, չէ։ Աղջկատ մոտից ես գալիս։ Հետո միացումը տեղի ունեցավ, ծնկի եկար, աղաչեցիր, որ քեզ ների։ Դու ունես չես արել, որ աղջիկս ինձ ների։ Էլի ես։ Մոռացար ոնց էիր գալիս տուն, գլուխ գովում ես, որ Մարիի գլխին ինչեր ես բերել։ Դու գիտես ով ես։ Դու կիսած ծխած սիգարետ ես։ Մեն որ վերքի վրա հանգցնում են, որ շատ մրմարա։ Դու այդպես տիպ ես։ Ճիշտ ես, շատ ճիշտ ես։ Քեզ տված սպիտակ հացը շատ էր, կշտացար, մեծացար։ Դրա համար այսօր կանգնել դիմացած արդեն ինձ ես քննադատում։ Չնայած չեմ զարմանում։
Դա սովորական աղքատի, մուրացիկի սինդրոմ է։ Ուտում կշտանում են, հետո ոտքով խփում են ու կերակրամանա շուռ են տալիս։ Դե քո համար բացի ստամոքսից ուրիշ բան գոյություն չունի։ Դու չգիտես ինչա սիրտը, ինչա հոգին։ Ինչի դու գիտես։ Քո սիրտն ու հոգին, Կարո, իմ հոր փողերն են։ Ուր ես գնում։ Գնում եմ վերջերս հավաքեմ։ Ես մի րոպե ավել չեմ ուզում այս տանը մնալ։ Քո կյանքի ամենաճիշտ որոշումը։ Արագացրու։ Գնա այդ երկու փալասը հավաքի ու ռադդ քաշի այս տնից։ Ես բաժանվում եմ քեզանից, Լիդիա։ Վաղուց էր պետք։ Բողտդ ոնց ա բերել, որ ոտքդ կոտրած ա։ Թե չէ ջուր չէիր բերի, չէ ինձ։ Չէ։ Դե բերում ես սպասում։ Սպասի այս պահը նայեմ։ Ջուրս բեր։ Մամ ջան, ոնց էր նախշունը։ Սովորական։ Ձրկահազար տեղակցում, որ փող աշխատի ընտանիքը պահի։ Հեշտ չի նախշունի համար։ Բա ամուսնուց ոչ մի լուր չկա։ Չի։ Իմացա Մարին Կարոյի ուղարկածը հարևանին է ուղարկել, հա։ Մարին աչքով աչք չունի այդ Կարոյի հետ։ Չեմ հասկանում, ոնց է հաշտվել այն մտքի հետ, որ այդ տակոնքը իր հայրն է։ Ես էլ չեմ պատկերացնում, մամ ջան։ Լավ չես զգում քեզ։ Մամային կանչեմ գա։ Ստի։ Չէ, մամայիդ մի կանչի։ Տուն եմ ուզում գնամ։ Բայց ասեցիր կմնաս այսօր։ Չէ, տուն եմ ուզում գնամ։ Լավ, հիմա տաքսի կկանչեմ։ Բայց կարող ես շտապօգնություն էլ կանչեմ։ Ասեցի պետք չի։ Հաստատ։ Հա։ Հավես մյուզիք էր։ Վատ տեղ չէ երեխեք։ Հա բան, մեր դասանի երևից փաբն է, ոնց կարա վատը լինի։ Նու։ Չգիտեիք։ Չէ, որ իմանայի դրանց փաբն է, հաստատ չէին դաստել։ Հապետ հավես անցնում։ Այդքան էլ չէ։ Ինչը սրտովդ չի, Ռիբոկ։ Ուզում ես գինի պատվիրեմ։ Մի քիչ ոգելից ինձ թվում է չէր խանգարի։ Չէ, մերսի, ես չեմ խմում։ Իսկ ես որ չէի հրաժարվի թունդ կոկտեյլից։ Տիկ, ինձ համար լոնգալինգ կպատվիրես։ Իմ հիշելով մենք էլ անչափահասներ ենք։ Ինքը տեսքից սառը թե է հիշացնում։ Ձև կտանք իբր թե ենք խմում։ Լսի, դու միշտ ես են ձև տված ապրում։ Նա այդ ժամանակ։ Կոնկրետ հիմա ձև չեմ տալիս, ու ինձ շատ հավես է։ Չգնանք։ Նոր ենք եկել, եթե ուզում ես գնա։ Ինձ որ թողեն, ես տեղ մի քանի ժամ էլ կմնայի։ Դու էլ մնա, Ռիբոկ։ Չէ, ես այդքան չեմ կարա մնամ, մերոն կճղայնանամ։
Համել պապաս շատ խիստ է։ Ես որ մի քիչ ուշ եմ տուն գնում, կռիվը միանգամից պատրաստ է։ Բայ։ Ես քեզ կճանապարհեմ, Ռիբոկ։ Ոնց դիք դու ես գնում։ Չէ, տաքսի կանչեմ Ռիբոկի համար։ Հո չեմ թողնի սիրուն աղջիկը այս ժամին քաղաքային տրանսպորտով տուն գնա։ Ես այգա։ Մեզ երկու հատ կոկտեյլ։ Այս էլ լավ վիճակում չես։ Ուր էիր։ Ինչ կարևոր է։ Պապան տանն է։ Դե քեզ մենակ պապա դա հետաքրքրում։ Տանն է, Վալիկ ջան, տանն է։ Վարչացի օգնի պապայի տիրերը հավաքի։ Մարդը գնում է այս տնից։ Էլ չի կարողանում ստեղ ապրել։ Դե տենց է պետքա լիներ էլի։ Էլ չես պայքարում, հա, հորդ համար։ Չէ, ինչի համար պայքարեմ։ Մեկը այս ընտանիքում մեկը մյուսին խաբում է։ Ես էլ։ Հա, մամ։ Դու էլ։ Ու չասես այդ տենց չի։ Բոլորը գիտեն, որ դու Արովշեցյանին ատում ես, բայց ոչ մեկ չգիտի, թե ինչի համար։ Եթե տենց չի, անկեղծ ինձ ասա։ Բայց չխաբես էլի, ասես իբր թե դուք զուտ վատ կոլեգաներ եք։ Այդ տենց չի։ Էրիկ ջան, բա էլ ինչի պիտի կռվենք։ Հա։ Ես ամեն ինչ գիտեմ։ Ու ինչ գիտես։ Հավաքեցիր իրերդ։ Հա, հավաքեցի։ Ճիշտ ասում Էրիկը, ինքը ամեն ինչ գիտի։ Ինչ նկատի ունես, Կարո։ Էրիկը տեսել է ինձ Անուշին, Անուշին զբաղվում շփվելուց։ Ուզում ես ասես, Էրիկը գիտի, որ Անուշը քո նախկին կինն է։ Ինչ։ Շոշի։ Մամ։ Ինչ է եղել։ Էս լաց ես լինում։ Ինչ է եղել։ Պատմի, ինչ է եղել։ Քո նման սիրուն աղջիկը երկի կենացը։ Ու քո նման լավ տղեկի։ Տիկ, ճիշտ է ես նոր մարդ եմ ձեր դասարանում, բայց արդեն հասցրել եմ հասկանալ, որ դու Միշոյի երիկ ես, ահավոր ձևի չունես։ Շատ ջոգող աղջիկ ես։ Կարամ իմանամ ինչ ես Միշոյի թարցվել, Միշոն վատ տղա չի։ Յա, կարող է հավանում ես Միշոյին ան։ Որ ասեմ հա, կներխվես։ Չէ, հանգիստ ասա, դու լավն ես, բայց ես մեր դասարանից ուրիշ աղջկա եմ հավանում։ Ում, Ռիբոկին։ Չէ, մեր դասարանի Մարին։ Հայոցի դասատուի աղջկա։ Հա, դու իրան չես տեսել, ինքը շատ լավն է։ Ես հենց առաջ օրը մտա այդ դասարան, հասկացա այն, որ ինքը տարբերվում է մնացածից։ Տիկ, բայց Մարին Միշոյին կերուն ինչի։ Ես դրա համար էլ չունեմ էլ այդ Միշոյից հետ։
Լավ չի մեր վիճակը, ողբերս։ Լսի, արի կպնենք իրար, ու նենց անենք, որ այդ երկուսը բաժանվեն։ Տարբերակա։ Հա, արի ձև տանք, իբր ընկերություն ենք անում, բայց տակից ամեն ինչ անենք, որ Մարին ու Միշան բաժանվեն։ Դե ան, ով կհավատա մեր ընկերությանը։ Չնայած ո՞ղ մտածում ես կուտը կուտեն։ Դիկ, ես քեզ շատ եմ սիրում։ Առաջի օրվանից ինձ մտադասային քեզ տեսա, մտքումս մենակ դու ես։ Մտածում ես իմ էլ չեն հավատա։ Դաժե ես հավատացի։ Ինչ ասեմ, մեր բռնած գործին հաջողություն։ Շուշի ջան, քեզ ով ա նեղացրել։ Ասա քինամ դրա աչքերը հանեմ։ Ոչ մեկ։ Բա ինչի ես լաց լինում, Շուշի ջան։ Չգիտեմ ոնց ասեմ։ Դե մի ձև ասա, ես կփորձեմ հասկանամ։ Գլխումս վեշ մի տիպի տեղավորվում չի։ Ինչը, ասա։ Մամ, Արևշատյանն ու Տիկին Նիդան խոսում էին, լսեցի, որ Կարոն։ Հա, Կարոն Մարիի պապան է։ Դու ինչ գիտես։ Որ ես տուն տեղափոխվեցինք, այդ տականքը եկել էր ստեղ ու կանցերտ էր տալիս, այդ ժամանակ էլի դան ամեն ինչ պատմեց։ Մամ, ես չեմ ուզում հավատամ, որ այդ տականքը Մարիի պապան է։ Այդ մեր որոշելունը չի։ Դա ասու գործն է, մենք չգիտենք ինչի է տենց եղել։ Մարին իմանա կկախվի։ Դրա համար սուս արա։ Դա մեր գործը չի։ Եթե մինչև հիմա անուշը ոչ մի բան չի ասել, ուրեմն տենց է պետք եղել, խնդրում եմ քեզ, սուս արա։ Բայց ճիշտ չի տենց, մամ։ Այդ ճիշտն ու սխալը մենք չենք որոշում, աղջիկ ջան։ Մարին ու Էրիկը քուրու աղբեր են։ Ըհը։ Ինչ էլ սիրուն խոխ եք ունի այդ տականքը։ Պապ, մաման ճիշտ է ասում։ Արևշատյանը քո նախկին կինն է եղել։ Խոսի։ Ասա։ Հայտնի դառը ճշմարտությունը տղայիդ։ Ասա, որ մինչև իմ հետ ամուսնանալը Արևշատյանի հետ ես ամուսնացած եղել։ Պապ։ Հա, տղես։ Բայց ես ինչքան գիտեմ, դուք ուսանող ժամանակ եք ամուսնացել։ Երբ ես հասցրել Արևշատյանի հետ ամուսնանաս, բաժանվես, հետո էլ մամայի հետ ամուսնանաս։ Պատասխանի։ Տղետ հարց տվեց։ Պատասխանի։ Ես ու Անուշը 3 ամիս ենք ամուսնացած եղել տղես։ Հետո Անուշից բաժանվել եմ, ամուսնացել եմ մորդ հետ։ Այ քեզ սեր։ Ամուսնացել են, 3 ամիս հետո բաժանվել են, ու դու մի անգամից ամուսնացել ես մամայի հետ, Արևշատյանն էլ ուրիշի։ Արևշատյանը ոչ մեկ հետ չի ամուսնացել։ Մոհոս, բայց ես ու Մարին մի տարիքի ենք։ Նշանակում է, որ Դե ոնց հասկանում եմ, այսօր քո կարապի երգն է։ Էլ մեկա կորցնելու բան չունենք։ Վերջի խոստովանությունը դել արա ու լքի բեմը։ Ստացվում է, որ Արտակս։ Մարին գոքույրն է։ Ինչ արեցիք իմ հետ։
արաչողում Սիմոնյան։ Յա, ոստու բարին Թորոշ ջան, ցավը տոնի Սիմոնյանը աղբեր ջան, իմալ ես։ Աստծուն փառք ցավը տանեմ, դու են ասա ինչ կա խոպանտեղ։ Այս է ցելի, դες սենա աղբերս թազատուն ավարը Թորոշ ջան։ Ոստավ արիմե ռեմոնդորա, իսամի շոպատից գալու ենք վապրե։ Հետա, եկերամ իսա գործենու արաշկցեմ աղբերս։ Դու են ասա, փող կա մեջը թե ծրիա։ Լավ էլի Թորոշ, բոմոտ չի։ Ասենք ես ինձ թույլ կտամ իմ ողբորից փող եք ալեմ։ Ու աշխարհ կործանվավ, հա։ Ապրես, ճիշտ ես անում։ Ուրեմն սուտ է էլի, որ խոպանը լավ մարդուն փչացնում է։ Դու այ Թորոշ ջան, այդ արտահայտությունը այո ախպերիկի ուրիշ բանի խմար ով ասած։ Թորոշ, այս Մոսկվայում այնքան սիրուն աղջիկներ կան, ասենք ստեղ որ ուզեն ասել չես կոնա չփչանաս այո ախպեր։ Այդ գա, կամաց խոսի, դպրոց տեղա, վայ։ Վայ քարը, իմ արև լրիվ մորցերի, որ դու կուլտուրական միջավայրում ես աշխատում, Թորոշ։ Բարոց ես։ Թորոշ, գիտում ես են չեմ քեզ սենց առավոտ բանուսախառը զանգ է, այո ախպեր։ Ուրեմն ստե մի հատ թոփ թազե օֆտոկո։ Համայրը կես գելով տոլում են, կարող եմ ուզենաս առնես։ Ես, այդ չապտանեմ, ինձ փող այդքան որտեղից, չէ։ Թորոշ, ասում եմ 23 թիվ Mercedes ախպեր, 15000 ասում, իմ արև այդպես ինչ կա։ Ատուտե։ Բայց էկրանը ծեծա։ Արևից է։ Հա, համաձայն ես։ Դե նախդա ուզում։ Դե կորցում եմ այո։ Չէ, ես այդքան փող չունեմ հիմա ձեռս։ Չնայած դրան ասա թողմա խառաչիկից լավ գերեզմանի տեղ ունեմ։ Կարող է փոխի։ Ես իմ Թորոշ ջան։ Դա շակի կխարցնեմ ախպեր։ Գիտես, այսօր նորմալ տեղ գերեզման ունենալ դա արդեն լուրջ պրեստիժ մոմենտ է։ Ես կխարցնեմ ախպեր ջան, անպայման։ Հա, բա ո՞նց։ Ամբողջ թողմախում տեղ չես գտնի, չէ։ Հա, հետո ծտերը լավն են արա։ Շուշան բարև, լավ ես։ Բարև, լավ եմ էլի։ Իսկ կարող ես օրերով հետ խոսացածել մեզ։ Չէ, ինչի համար։ Հեչ, այսօր սաղորը անհասանելի ա եղել, երեկ հետից չէր խոսացել, սա անհանգիստ եմ, ասի կարող եմ մի բան իմանաս։ Չէ։ Ես ձեր շենքի ջրերը տվել են, հա? Լվացված, սիրուն, մաքուր, շատ սիրուն։ Ինձ թվում էր նման տափակ հումորներ անելու տարեկից արդեն դուրս ես եկել։ Թողնել։ Փաստորեն սխալվել էի։ Թողնել։ Վերջ տվեցինք խոսակցություններին, տափակ։ Գնացել եք ու դասարան, որ Երիկին մի երկու բան ասեի, բայց ընդեղ չէր։ Բայց խնդրել էի, չէ, որ այդ գործին չխառնվես։ Ես էլ խնդրել էի, չէ, որ չասես ես ինչ անեմ։ Դու ավելի լավ իմ ասածները արա, երևի արդեն մոռացել ես, չէ, ինչ պիտի անեիր։ Ոչ, հիշում եմ։ Միքայելի մոր բուժման հետ կապված ողջ ինֆորմացիան այս գրիչի վրա է, խնդրեմ, դու էլ կարող ես ուսումնասիրել։ Այդտեղ առանձնացրել եմ այն հիվանդանոցները, որտեղ բուժումը համեմատաբար էժան կլինի։ Համեմատաբար էժան ինչքանն է։ $100,000-ից ոչ պակաս։ Քիչ չի։ Դրա համար կարծում եմ պետք է փոքր քայլերից սկսենք, մինչև այդ գումարը կհավաքվի։ Ինչ ես մտածել։ Լավ ես Շուշի ջան։ Արդեն լավ եմ։ Ես այդպես էլ չհասկացա ինչի տենց հանկարծակի վատացար։ Մեկ-մեկ պատահում է։ Ես Նախշուն հետ կխոսեմ, որ անպայման բժշկի տանի։ Չի կարելի առողջության հետ խաղ անել։ Դիքիմիցա ճիշտ ասած, եկել էի ճշտը Երիկը ոնց է, հəնել ոնց որ սկի չգիտենք որտեղ է, հա։ Միքայել ջան,
Երիկ ինձ գերեզմանը հասցնելու։ Բայց ինչի՞ց է որ իրանք սկսել է տենց պահել։ Երեք դաշը ամբողջ դասարանի դիմաց Արևշեցյանին կոպտեց։ Դրա անունը չտաս։ Արևշեցյան։ Միքայել ջան, ես քեզ խնդրում եմ, որ խոսես Երիկիս հետ կամ տեսնես, չգիտեմ, համոզի, բացատրի, ասա որ ես իրան շատ եմ սիրում, համոզի թող հետ գա տուն, հա։ Տիկինիձա իրականում կարակ հանգիստ լինեք, Երիկը ուր էլ գնա մեկա տուն ա գալու։ Համ էլ ձեզ շատ է սիրում ինքը։ Հետ ասում ես, որ ինձ հույս տաս։ Չէ, ինչի մասին է խոսքը Տիկինիձա։ Երիկը կարելի ասել ձեզ Աստված ասնում է։ Ու շատ էլ ճիշտ է անում, մենք բոլորս էլ մեր մայրերի հանդեպ տենց պիտի լինենք։ Ալո։ Միշ, հետո տեսար, որ հեռախոսը մի անգամից անջատեցիր։ Դիձեի մոտ էի մար։ Էդոց ինչ երկես հիշել։ Երույց խաբարություն չկա երեկվանից տնից դուրս է եկե ու իսկի չգիտենք ուր է գնացել։ Ինչ վատ բան ասեցիր։ Ես արդեն մտածում եմ, որ անց տանը լուրջ բան է կատարվում։ Երիկը շատ տարօրինակ է իրան պահում։ Մեկ մամայի հետ ավիճում, մեկ էլ իր տնեցիների։ Այդքանը ես էլ եմ հասկանում մար։ Ուղղակի Երոնսկի ինձ չի ասա ինչ է կատարվում։ Ուրեմն ամեն ինչ շատ ավելի լուրջ է միշ։ Ճիշտ է Շերլոկ ջան։ Քանի դու մտած պարապսարապ պարկացես փորձի մետ անալիզ անես ես։ Սաղ սիտուացիան կարող է մի բան դուրս գա։ Պարզես ինչի հետ է կապված։ Հա, դու ձեռար։ Լավ մար զանգը տվել առանց թե հայոց է։ Թող մտնեմ Շուշանամ։ Զանգեմ մամային բարեխոսեմ քեզ դասի թողի։ Հանգիստ տեղի առանց քո ասելու էլ կթողի։ Պահ, արդեն իրար հետ տենց լավ եք։ Փորձում ենք էլի։ Միշ, մամա շատ լավն է, որ դու իրան սիրես, ես ավելի շատ քեզ կսիրեմ։ Դու էլ որ իմ մամային սիրես, ես քեզ կպաշտեմ մար։ Ես դեմ չեմ, երբ ես ծանոթացնելու։ Հենց լավանաս առաջինը մեր տուն ենք գնալու մարս։ Ուխ, սիրում եմ։ Ես էլ, բակա լավ խոսանք։ Բայց որ դու ճղայնացած ես լինում, այդ անդուր դեմքը չեմ ուզում տեսնել։ Դու էլ մի նայի։ Շատ ես ազում։ Համ էլ այսպես ես էլ քո դեմքը չեմ տեսնում եւ լսում ձայնդ։ Իդեպ Միքայել դեկյակ ես Երիկը ինչու չի եկել դասի։ Չէ, տեղեք չեմ։ Ամեն դեպքում խնդրում եմ փոխացեք, որ ես ամենևին քեն չեմ պահում իր անշնորհք պահվածքի համար։ Կարող է հանգիստ գալ իմ դասերին։ Նենց չի, ես պալատներում եմ ապրում։ Եկել ես մեր տուն, տեսել ես։ Բայց եթե տեղ չունես գնալու, կարաս գաս մեր տուն։ Ո՞վ է քեզ նեղացրել։ Ոչ մեկ չի նեղացրել։ Ես եմ քեզ նեղացրել, չիմանալով որ… Երիկ չեմ հասկանում ինչ ես խոսում։